Օրեր առաջ համացանցում տարածվեց աուդիո ձայնագրություն Պարուլ Հայրիկյանի քրեական գործով դատապարտյալ Վարդան Սետրակյանի կնոջ եւ Ալեքսանդր Աբրամյանի միջեւ, ով բարձրաստիճան զինվորական է, որտեղ խոսակցություն է գնում միլիոնավոր դոլարների մասին, որն Ալեքսանդր Աբրահամյանը ցանկանում է ետ ստանալ Սետրակյանի ընտանիքից։ Սույն քրեական գործի շրջանակներում դերևս դատաքննության փուլում Պարուլ Հայրիկյանը միջնորդություն էր արել, որպեսզի հարցաքննեն հայր եւ որդի Աբրամյաններին, որոնցից որդին Էդվարդ Աբրամյանը քրեական սույն գործով ցուցմունք է տվել, որ Սետրակյանն է տվել 100,000 ԱՄՆ դոլար։ Հաշվի առնելով, որ աուդիո ձայնագրության մեջ հոլովում է Վարդան Սետրակյանի անունը, ով ըստ Ալեքսանդր Աբրամյանի իր որդուց վերցրել է միլիոնավոր դոլարներ, որ ուղղակի կապ կարող է ունենալ սույն քրեական գործի հետ, իսկ ձայնագրությունում Աբրամյանը շեշտում է, որ այդ գումարները միայն իրենը չեն, Սետրակյանի կնոջ պատասխանին էլ, որ խուզարկության ժամանակ իրենց տանից գումար չի հայտնաբերվել, անդրադառնում է, որ ինքը խոսել է խուզարկողների հետ, որը տարօրինակ է, քանի որ տիրապետել է նախաքննության մարմնի գործողություններին, որ իրավունքը չուներ, դիմում եմ ազգային անվտանգության ծառայությանը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, զրույցում քննարկվող միլիոնավոր դոլարները, որն իբր ստացել է սույն քրեական գործով դատապարտյալ Սետրակյանը, որքանով է առնչվում Հայրիկյանի քրեական գործի հետ։ Արդյոք տված գումարների վերադարձը կապ ունի Հայրիկյանի մահափորձը ոչ իրենց կամքով ի կատար չացելու հետ։ Կան կասկածներ, որ այլ անձինք, որոնց անուններն այս պահին չեն տրվում, մասնավորապես նրանք, ով ֆինանսավորել են Սետրակյանին, իսկ անմիջապես կալանավորումից հետո շտապել են իրենց զորակցությունը հայտնել նրա հարազատներին, ուղղակի կապ կարող են ունենալ Հայրիկյանի մահափորձի հետ, որի հետ կապված չենք բացառում լրացուցիչ հայտարարություն տալը եւ հետամուտ լինել գործի օբյեկտիվ բացահայտման հետ կապված։ Եվ վերջապես, ինչ գումարներ են դրանք եւ որքանով կարող են առնչվել փողերի լվացման հետ։ Սա է հայտարարության տեքստը, որ ցանկացա հայտարարել ձեր միջոցով հանրությանը։ Ես կարծում եմ, եթե դուք դժվարություններ ունեք, որպեսզի նախկինում համացանցում դրված այդ աուդիո ձայնագրությունը վերցնելու, ես կարծում եմ կարող եմ ձեզ օգտակար լինել, ասենք ֆլեշկայի միջոցով ինչ-որ փոխանցենք, ձայնագրեք տակ։ Բայց այդ ձայնագրությունը համացանցում եղել է, դա հանրահայտ փաստ է, կարծում եմ դրա մասին դուք եւս լսել եք, թե չեք լսել։ Դա, եթե չեմ սխալվում, մոտ 1 շաբաթ առաջվա վաղեմություն ունի արդեն։ Ուրեմն ձայնագրության հետ կապված հայտարարության մեջ այն հղումը, որ ես արեցի, դա վերցված էր ձայնագրությունից, հա, եւ ըստ էության այսօրվա մեր նպատակը հայտարարություններ կապված ձայնագրության այդ որոշակի խոսակցության հետ։ Եվ ինձ կարծում այդքան էլ առարկայական չէ, այս պայն ձեզ դեռ գիտակ ունակ անգամ ձայնագրությունը։ Դե ունեցեք Ժողովուրդ ջան, համացանցում եղել է, մենք օգտվել ենք համացանցից, վերցրել ենք եթե Լավ, Ժողովուրդ ջան, հարցեր կան, հա։ Քիչ առաջ ես հայտարարություն արեցի, սա ըստ էության դիտվում է պատշաճ հայտարարություն պետական լիազոր մարմիններին, այլ եղած դեպքում նաև օրենքով սահմանված կարգով գրավոր կուղարկվի լիազոր մարմին։ Այդ ամենայնիվ գուցե այդ գործը ընդհանրապես այդ քննարկումը հետո Հայրիկյանի անունը չեն տրվում։ Արդյոք ինչքանով է կապում, որ դա կարող է նաև կապ ունենալ։ Մենք դա չենք կապում, դա կապողը կամ չկապողը դա լինելու է լիազոր մարմինը։ Ըստ էության համացանցում տարբեր տեսակի, տարբեր բնույթի քրեական գործի հետ կապված խոսակցություններ եղել են։ Իմ վստահ պարոն Հայրիկյանը երբևիցե հնարավորության սահմաններում չի փորձել արձագանքել, բայց այնքանով որքանով մահափորձից անմիջապես առաջ տեղի ունեցել որոշակի գործողություններ, մասնավորապես գումար փոխանցել, գումար տալ, հետո ետ պահանջել, ընդհանրապես մենք ցանկանում ենք լիազոր մարմնի կողմից ճշտելու որքանով կապ ունի։ Մենք չենք ասում կապ ունի։ Մենք ցանկանում ենք ճշտել լիազոր մարմնից, որքանով այն կապված սույն քրեական գործի հետ։ Այսինքն բնությունն արդեն կա, բայց կարծում եմ, որ նորից կարող է։ Դատավճիռը ստացել է օրինական ուժ, եկեք չմոռանանք, որ դա քաղաքական հանցագործություն է, որպես այդպիսին ժամանակին Հայրիկյանը հայտարարեց բազմիցս, որ ըստ էության կատարողները եւ կազմակերպիչներից մեկը կան, բայց թելերը տանում են այլ ուղղությամբ, պարոն Հայրիկյանը բազմիցս հայտարարություններ արել է եւ այս հարցազրույց այս
Համացանցում տեղադրած այդ զրույցից հետո մենք մեր պարտքն ենք համարում քաղաքացիական, տեղեկացնենք դրա մասին լիազոր մարմնին, որպեսզի ինքը օրենքով սահմանափակով ճշտի, որքանով այն կարող է կապ ունենալ սույն քրեական գործի հետ։ Մեկ անգամ եւս ամրագրերը մենք չենք ասում, որ դա կապ ունի, ասում ենք որքանով այն կարող է կապ ունենալ։ Լավ։ Մի բան ասում եմ, այստեղ դերից մեջ կար նաև այսքան ինչ գումարների մասին է խոսքը, ինչ փողերի նվազում եւ այլն։ Ուրեմն այդ զրույցի ժամանակ խոսքը գնում է միլիոն եւ ավել դոլարների մասին, որը Հայաստանի պայմաններում եկեք ընդունենք մեծ գումար է, հա։ Եվ նման պայմաններում մենք ցանկանում ենք նաև աղբյուրը ճշտել վերջին հաշվով, եթե կա այդ գումարը եւ ետ են պահանջում արդեն դատապարտյալ դարձած Սեթրակյանից, ապա այդ գումարի աղբյուրը մինչև ուր է հասնում։ Ուրիշ հարցեր։ Ունենք այլ հարցեր։ Բոլորիդ կուղարկեմ ժողովրդի։ Տեքստը կուղարկենք։ Հա, հիմա հերթավորասեք մերերը կուղարկենք։ Կարծիք ինչու են օրինակ եւ ջիռը եղել է աստորներ հուսագետը ազատազրկման մեջ նման հրապարակումներ լինում աուդիո տարբերակով մի քանի ժամ նամակներ ինչով ենք բացատրում։ Ես չեմ կարող բացատրել, բացատրողը պետք է լիազոր մարմին, մենք ընդհանրապես ֆիքսում ենք փաստը եւ ցանկանում ենք տեսնել կապ կա սույն քրեական գործի հետ թե չկա, ընդհանրապես այդքանը։